Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորի մասին նախ համառոտ։ Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալի բժիշկ է կալանավորվել, հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել։ Փաշինյանը բացահայտել է, թե ինչ սկզբունքով է ընտրում Կիրակնորիա պատարագին մասնակցելու եկեղեցին, որոնք են վարչապետին հուզող չափանիշները։ Կբարձրանան թոշակները, Փաշինյանը կառավարությունում հայտարարություն է արել։ Լարված վիճակ Գորիսի պետական քոլեջում, 100-ամյա քոլեջում դատարկություն է, 340 ուսանող եկել են դասի, բայց դասախոս չկա։ Եվ ծեծկրտուկ աղջիկների մասնակցությամբ ինչ է տեղի ունեցել Բրյոսովի համալսարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կալանավորել են Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժշկին։ Եվս 5 անձի ձերբակալել են հիվանդության սիմուլյացիայի եղանակով եւ կեղծ փաստաթղթերի գործածմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարման օժանդակելու դեպքերի առթիվ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ։ Նրանց թվում է կաշառք ստացած Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, որի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեն։ Լարված վիճակ է նաև Գորիսի պետական քոլեջում։ Արմինե Կոլյանը ոստիկանական ուժերի օգնությամբ մտել է Գորիսի պետական քոլեջ, հայտնում է Սյունյաց երկիր կայքը։ Նրա խնդրանքը դասախոսներին եւ ուսանողներին ներզգալու եւ զրուցելու առայժմ մերժման է արժանանում։ Դասախոսներն ու ուսանողները պնդում են իրենց պահանջը, իսկ ոստիկանները Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ զբաղված են տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի պաշտպանությամբ։ 100-ամյա քոլեջում դատարկություն է, 340 ուսանող եկել են դասի, բայց դասախոս չկա։ Գորիսի պետական քոլեջում այսօր դարձյալ դասադուլ է։ Հիշեցնեմ, որ Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի աշխատանքից ազատումը դարձել է քոլեջի 30 աշխատակիցների հեռանալու պատճառ։ Դասապրոցեսը խաթարված է։ Ինչն է հանգեցրել այս վիճակին եւ ինչ քայլեր են նախատեսված խնդիրների լուծման համար, պարզաբանումներն ու նոր զարգացումները տեսանյութում։ Դեռևս գոյություն չունեցող Գորիսի բազմագործառութային պետական քոլեջն արդեն մի քանի ամիս է հավաստագրված նոր տնօրեն ունի։ Նոր կրթական հաստատությունը ստեղծվել է կառավարության այս տարվա ապրիլի 17-ի որոշումով։ Միավորել են Գորիսի պետական քոլեջը եւ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը։ Միավորված բազմագործառութային քոլեջը նոր շենքում է գործելու, սակայն այն դեռևս կիսակառույց է։ Հստակ սահմանված է քայլերը, որը պետք է ավարտեր հունիսին, եւ այդ ընթացքում իրենց սրտի ուզած տեխնացուն չեն գտել, Սյունիքի մարզպետը եւ Ժաննա Անդրեսյանը, իրենց սրտի ուզած տեխնացուն չեն գտել, տարել են, մի քիչ սպասել են, տարել են, հավաստագիր են շնորհել, եւ դեռևս չստեղծված բազմագործառութային քոլեջի հոկտեմբերի 6-ին բազմագործառութային քոլեջի տնօրեն են նշանակել իրենց սրտի ուզած տեխնացու Արմինե Կոլյանին։ Կրթական հաստատությունների միավորման դեպքում նախկին աշխատակիցների ներգրավումը կրթության փորձագետի կարծիքով գործընթացի կարևոր կետերից մեկը պետք է լինի։ Հայաստանում, երբ որ ինչ-որ մարդու նշանակում են ժամանակավոր պաշտոնակատար, դա ազդանշան է, որ այս մարդն է մեր տեխնացուն։ Եվ եթե անգամ այլ մարդիկ փորձում են այդ մրցույթին մասնակցել, դա շատ հաճախ իմաստ չունի, որտեղ միշտ իշխանության տեխնացուները հաղթում են։ Եվ հենց այս հանգամանքն է, որ եթե կա ուսումնական հաստատություններ, որոնք ունեն տնօրեններ, ինչու ենք մենք այս մարդկանց դուրս թողնում։ Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանն ասում է, իրենք չեն ընդդիմացել Գորիսի երկու քոլեջների միավորմանը։ Միայն երբ ստացել են ԿԳՄՍ նախարարի հրամանը, ըստ որի ինքն ազատվում է քոլեջի տնօրենի պաշտոնից, ազատման դիմում է գրել եւս 33 աշխատակից։ 59 հոգի են, որից մի մասը համատեղողներ են, հիվանդանոցից բժիշկներ են, մենք ունենք նաև բժշկական մասնագիտություններ, մյուս մասը, այսինքն մեծ մասը, քոլեջի մեծ մասը դիմում է գրել։ Այնտեղ կան եւ վարչական աշխատողներ, եւ դասախոսական կազմ, եւ օժանդակ աշխատողներ։ Տնօրենի ազատման պատճառները նախարարի հրամանում մի քանիսն են։ Առաջինը պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի ԺՏ կետն է, որտեղ նշված է, որ առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր, այսինքն պատճառը հստակեցված չէ։ Երկրորդը աշխատանքային օրենսգրքի 106-րդ հոդվածն է, ըստ որի ղեկավարը գույքի փչացումը կամ ոչնչացումը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ չի
ձեռնարկել։ Տնօրենն այս պատճառներն անհեթեթ է համարում։ Անընդհատ ամիսներ շարունակ Ժաննա Անդրեսյանը այստեղ անընդհատ մենք նամակ ուղարկում, մենք եք ուղարկում, ամեն նամակում կա օրենքի հետ կապ չունեցող հոդվածի կետեր, մասնավորապես աշխատանքային օրենսգրքի, ուրեմն հետ կապ չունեցող կետեր եւ այլն։ Քոլեջների միավորման պատճառը Գորիսում չգիտեին, ԿԳՄՍ նախարարությունն էլ հրաժարվեց բանավոր պատասխանել հարցերին։ Պետության կողմից կրթական հաստատությունների միավորման շարունակական գործընթացի պատճառը բացատրեց կրթության փորձագետը։ Մենք երբեմն զուտ ֆինանսական պատճառներով ենք ելնում։ Կրթությունը դիտում ենք որպես բիզնես եւ մտածում ենք, որ եթե միավորում ենք, ավելի քիչ փող ենք ծախսում, հա, այդ ձևով, բայց միշտ չէ, որ կրթությունը այդպես փող խնայելով արդյունք է տալիս։ Մարզերում նման միավորումները Խաչատրյանի պնդմամբ հեռանկարային կտրվածքով դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ են առաջացնում։ Մենք այս ձևերով փակում ենք, միավորում ենք, հետո սկսում ենք բողոքել, բոլորը կենտրոնացել են Երևանում։ Ինչու են կենտրոնանում, որտեղ մարզերում աշխատանք չկա։ Հիմա ես վստահ եմ, որ այս միավորումից հետո էլ որոշ մարդիկ կարող են տեղափոխվել Երևան։ Այսօրվանից փաստորեն դադարեցվում է Գորիսի 100-ամյա քոլեջի աշխատանքը։ Տնօրեն Կարեն Լազարյանն ասում է, իրենք իրավական ճանապարհով են հարցի լուծումը ստանալու։ Իսկ մինչ կհարթվեն նախարարության եւ քոլեջի միջև խնդիրները, ուսումնական հաստատության 340 սաներն այդ ընթացքում զրկված են լինելու իրենց կրթությունը շարունակելու հնարավորությունից։ Բրյուսովի անվան համալսարանում աղջիկների միջև ծեծկրտուք է տեղի ունեցել։ Գործընկերոջս հայտնել են, որ ծեծկրտուքի պատճառը կուրսի չաթում միմյանց հայոյելն է։ Հետո տեսել են ու սկսել են ծեծել, քաշքշել, իրար մազեր պոկել։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ծեծկրտուքի մասնակիցները ձերբակալվել են։ Բրյուսովի համալսարանից որևէ արձագանք չկա։ Գործը քննչական կոմիտեում է, նախաձեռնել են քրեական վարույթ մի խումբ անձանց կատարած ֆիզիկական ներգործություն հոդվածով։ Ընթանում է նախաքննություն։ Քաղաքական դաշտում տեղի ունեցողի մասին ամենակննարկվող թեման շարունակում է մնալ բանակցային փաստաթղթերի հրապարակված փաթեթը։ Պատերազմի, Արցախի կորստի, սողացող կապիտուլյացիայի միակ պատասխանատուն Փաշինյանն է, հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով Փաշինյանը չի հրապարակել կարևորը՝ Հայաստանի պատասխանը ԵՀԿ Մինսկի խմբի առաջարկներին։ Նրա խոսքով Փաշինյանը հրեշ է, որ 2019 թվականի ապրիլին եւ հունիսին ստացել է պլան, որով հաստատվում է խաղաղություն եւ ապաշրջափակում եւ մերժել է այն։ Մերժումով մարտահրավեր են նետել ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ ամբողջ միջազգային հանրությանը եւ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին։ Եվ ըստ էության նա լեգիտիմացրել է այս մերժումով, բանակցություններից հրաժարումով Ադրբեջանի ագրեսիան կամ պատերազմի վերսկսումը 2020 թվականին։ Հրապարակված բանակցային փաստաթղթերը նոր քաղաքական բանավեճի առիթ են դարձել։ Հրապարակված է նաև 2019-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, այն նույն նախագիծը, որի շուրջ նախկին ու ներկա իշխանությունները տարիներ շարունակ միմյանց մեղադրում էին գաղտնի դիրքորոշումների ու հակասական հայտարարությունների համար։ Հրապարակված փաստաթղթերը իշխանությունը ներկայացնում է որպես նախկինների բաց թողումների ապացույց, սակայն նախորդ ղեկավարները նույն այս նյութերով փորձում են ցույց տալ, որ ոչ թե իրենք են ձախողել բանակցությունները, այլ հենց ներկայիս իշխանությունն է անտեսել հնարավոր լուծումները։ Ինչ է իրականում առաջարկվել, ինչ են ասում նախկիններն ու ներկաները, Անիա Բաղյանի ռեպորտաժում։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի մի մասը հրապարակվեց 2025-ի դեկտեմբերի 2-ին ԵՀԿ Մինսկի խումբը լուծարելուց 1 օր անց։ Փաշինյանը չխաբեց ու հրապարակեց այն։ Հրապարակվեց բանակցային փաթեթը։ Ուր է խոստացված ռումբը, որն այդպես էլ չպայթեց կամ պայթեց հենց ականը դնողի դաշտում։ Փակ աչքերով, այսինքն մատով որին կտնեք, շատ ավելի լավ ելք է խոստանում, քան թե ինչ-որ հիմա ունեն։ Ինչու երկար սպասեցնելուց հետո Փաշինյանը վերջապես հրապարակեց փաստաթղթերը։ Հրապարակված փաստաթղթերն արդյոք ամբողջական են, եւ եթե բացահայտումներ կան, որոնք են։ Փաշինյանը փաստաթղթերը հրապարակել է հիմա, որպեսզի նախշեղի հանրության ուշադրությունը ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման փաստից, հետո ցույց տա, թե իբր կատարել է խոստումը, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը։
հրապարակված փաստաթղթերը բանակցային գործընթացի 1%-ն էլ անգամ չեն։ Ծաղկաքաղ է արվել, ընդ որում հրապարակված նյութերի մեջ կան նյութեր, որոնք ամենայն հավանականությամբ երբևէ որպես այդպեսին գոյություն էլ չեն ունեցել։ Օրինակ, այսպես կոչված Մեղրի շրջանը Արցախի հետ փոխանակման ծրագիրը, որը օրակարգ էր բերվել 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, առաջ անգամ այդ փաստաթուղթը, որ ես ճակերտների մեջ եմ բառը օգտագործում, փաստաթուղթ հրապարակվել է Հայկական ժամանակ օրաթերթում, որևէ փաստական ապացույց չկա, որ նման փաստաթուղթ երբևէ գոյություն է ունեցել, բայց շարունակում են խաղարկել ակնհայտորեն մեկ բարձ նպատակով, որպեսզի այդ կերպ վնասեն Ռոբերտ Քոչարյանի հեղինակությանը։ Բանակցային գործընթացին վերաբերող 13 փաստաթուղթ է հրապարակվել, որտեղ ներառված են նամակ, հայտարարություններ գագաթնաժողովներում, հանդիպումներում եւ Հայաստանի ազգային ժողովում արված։ Արցախի հարցի կարգավորման շուրջ միայն 13-ից ավելի առաջարկներ են եղել, քննարկվել, եւ բանակցային ընդամենը 13 փաստաթուղթը չէր կարող ցույց տալ ամբողջ պատկերը, կարծում է քաղաքագետը։ Հրապարակված փաստաթղթերի համար Լևոն Զուրաբյանը շնորհավորել է հանրությանը, հայտարարելով. «Մեր բոլոր հայտարարությունները հաստատվեցին»։ Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապա շրջափակում, դե ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ վերահսկողություն եւ միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով։ Գումարած 5-ը վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը բարձրակոչ համարեց հրապարակվածը բանակցային փաստաթուղթ կոչելը։ Փաստաթղթի փոխարեն հրապարակվում է Հայկական ժամանակի հոդվածը, որը նույն լրատվականն առնվազն 2 անգամ տպագրել է, նոնսենս է։ Մի օր էլ այս տրամաբանությամբ կարող է Էրդողանի գրքից հատվածներ հրապարակել, դա կոչել փաստաթուղթ ու փաթաթել մեր պետության վզին։ Երրորդ նախագահի կուսակիցներն էլ ասում են, պարզվեց Սերժ Սարգսյանն Արցախի ժողովրդի իրավունքի պաշտպանն էր։ Պատերազմով տվեցիր Շուշին ու Հադրութը, իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնեցիր Ադրբեջանին։ Հերթական անգամ պարզվեց, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Այլևս բանավիճելու բան չկա։ Մարդիկ թող կարդան ու տեսնեն, թե ինչ արհավիրք Նիկոլը բերեց Արցախի ու հայ ազգի գլխին։ Իսկ ինչ բացահայտվեց հրապարակված փաստաթղթերից հետո։ Համեմատած նրա այդ ինչ ունենք մենք այսօր, 19 թվականին Մինսկի խմբի համանախագահների արված առաջարկը պարզապես հրաշք մի փաստաթուղթ է։ Եվ դրանից փաստորեն Փաշինյանը հրաժարվել է, ինքն է հրաժարվել եւ տարել է երկիրը դեպի պատերազմ, իսկ Արցախը դեպի կործանում։ Սա հիմնական բացահայտումն է։ Փաշինյանը փաստաթղթավորել է իր մեղավորությունն Արցախի կորստի հարցում, ընդգծում է Խոսրով Հարությունյանը։ Բանակցային գործընթացը ծախողելու սպառնալիքը դերել էր նրան, որ համանախագահող երկրները համաձայնվել էին Ռուսաստանի առաջարկին հնարավոր կարգավորման վերաբերյալ։ Չէ, այսինքն եթե դու դա մերժում ես կամ դրան չես արձագանքում, ըստ էության հաշվի առնելով տարածությունները իմ կետից, դա նշանակում դուք զախողում եք բանակցային գործընթացը, տանում եք փակուղի։ Իսկ փակուղուց ելքը մեկն էր, պատերազմը։ Մենք նստել ենք մի մեքենա, որը գլորվում է դեպի անդունդը։ Մենք փորձել ենք այնպես անել, որ չգլորվենք դեպի անդունդը։ Ես այդ կետից չեմ սկսել։ Մի րոպե, դա հաջորդ թյուրիմացությունն է։ Հաջորդ թյուրիմացությունն է։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Նիկոլ Փաշինյանը փաստաթղթերը հրապարակելով վնասել է իրեն, նշել էր քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։ Նա փակուղու առաջ էր, հրապարակելով այն, որոշել է մանիպուլյացնել քաղաքացիներին, ստել ու խուսափել մեղավորի պիտակից, ամփոփում են զրուցակիցներս։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Դոհայում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին Դոհայում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ կմասնակցի Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն, Վաշինգտոնյան համաձայնագիրը եւ համատեղ ապագան թեմայով պանելային քննարկմանը։ Ներքաղաքական կյանքում ամենալարվածը շարունակում է մնալ իշխանություն եկեղեցի հարաբերությունները։ Պարզվում է նախքան Փաշինյանի եկեղեցի գնանն այդտեղ գնում է ԱԱԾ-ն։ Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը Ազատությանը պատմել է, որ ԱԱԾ-ից խնդրել են, որ պատարագին վեհափարի անունը չտա։ Քահանան էլ մերժել է։
Ես ասել եմ, ես տվել եմ, կտամ ու էլի պիտի տամ վեհափառի անունը։ Երեկ էլ իմիջայլուց Շիրակի ԱԱՑ-ից եկել, «Պատեր հայր ջան, խնդրում ենք», ասացի ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու։ Ասացի դա բացառվում է, ես իրավունք չունեմ տենց բան անելու։ 25 տարի ես վեհափառի անունը տվել եմ։ Ինչի մասին է խոսքը։ Փաշինյանն էլ հայտարարել է գնում է այն պատարակներին, որտեղ վեհափառի անունը չի հնչում։ Նախապես խնդրում են պատարակը մատուցող հոգևորականին զեղչել կաթողիկոսի անունը։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, կարող է ազգային անվտանգության ծառայության աշխատող լինել, կարող է իմ օգնակալը լինել, կախված է ով ում է ճանաչում եւ ինչ անձնական կապեր ունի, հայտարարել է Փաշինյանը։ Ես չի որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարակ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ Փաշինյանի ճեպազրույցին նախորդել էր կառավարության հերթական նիստը, որի ժամանակ էլ Փաշինյանը հայտարարել է. թոշակը դժվար է բարձրացնել, քանի որ թոշակառուների թիվը շատ մեծ է։ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ քննարկել եւ որդեգրել են այն կոնցեպտը, որ 63-ը ոչ միայն կենսաթոշակի, այլև փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է։ 21-րդ դարում 63-ից 65 կամ 70-ից 75 տարեկանը լրիվ ուրիշ կատեգորիա է։ Դա շատ լավ, շատ ծաղկուն տարիք է, եթե մարդն առողջ է, ասել է նա։ Հայաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները փոխադարձ կճանաչեն եւ կփոխանակեն վարորդական վկայականները։ Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուսի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով, պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրով սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները։ Ինչ վերաբերում է բնակության նպատակով ժամանող քաղաքացիներին, ապա յուրաքանչյուր կողմ մյուսի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական եւ գործնական քննություններից։ Վարորդական տեսական դասընթացները կարող են ավագ դպրոցներում իրականություն դառնալ։ Ազգային ժողով կառավարություն հարցոպատասխանի ժամանակ առաջարկը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ այն հրաշալի է։ Ես կողմ եմ, որպեսզի 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար եւ իրենք կարողանան նաեւ հանձնել համապատասխան քննությունները։ Խորհրդարանը գրեթե ամփոփել է տարեվերջյան օրակարգը։ Հարցերի մեծ մասն արդեն քննարկել են, այսօր հերթը պաշտպանական ոլորտինն է։ Բանակը դիրքապահից անցնում է իրական պաշտպանական բանակի։ Մենք այդ ճանապարհին ենք, համոզված է Անդրանիկ Քոչարյանը։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ձմեռային զորակոչն սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից։ Նրա խոսքով ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինվորների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ Պաշտպան հայրենիաց ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավար սերժանտական համակարգի ներդրում եւ այլն։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը նախատեսված է կառավարության 2021-26 թվականների ծրագրով։ Պաշտոնական Երևանը համոզված է, որ խաղաղությունը հասել է նաև զինված ուժեր։ Հենց այդ պատճառով որոշել են կրճատել զինծառայության ժամկետը։ Սակայն կառավարության հետ համաձայն չեն ընդդիմությունը, նրանց խոսքով գերատեսչությունը քայլերը չեն նպաստելու բանակի համալրմանը։ Զինված ուժերում ընդունված է եղել եւ կար, որ որակավորման արդյունքում որոշումները հետևյալն են. համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, չի համապատասխանում կամ արժանի է առաջխաղացման։ Որքան ես գիտեմ, որ որակավորման արդյունքում նշվում է ձեր մոտ, որ արժանի է որակավորվել է դրամական բավարարում ստանալու համար, ինչը ատեստացիայի սկզբունքներին չի համապատասխանում։
Ազգային ժողովի միջանցքում բացի դիվանագիտական հարցերից քննարկում էին նաև ներքաղաքական թեմաներ։ Խաչատուր Սուքիացյանը պարզաբանել է, թե ինչու չի առաջադրվել խորհրդարանի ընտրությանը քաղաքացիական պայմանագրի ցուցակում։ Հիմա ես ավելի կամ գնամ ստեղծագործական ինչ-որ մի բանով զբաղվեմ, հնարավոր է, չգիտեմ, դասախոսություն, հնարավոր է ավելի շատ նոր գեներացնեմ, նոր ինչ-որ մտքեր, նոր համակարգեր ստեղծենք, հնարավոր է դա։ Հիշեցնեմ, որ Գալիկ Գումարման ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից չենք տեսնի նաև Հակոբ Արշակյանին, որը վերադառնում է բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ոլորտ, Հրաչյա Հակոբյանին, Լենա Նազարյանին, որը հայտարարել է չի ցանկանում լինել падգամավոր ու քաղաքական գործունեությամբ զբաղվել, ուզում է այլ կերպ ապրել, եւ Քրիստինե Պողոսյանին, որն էլ գնում է բիզնես ոլորտ։ ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան այցի ժամանակ India Today-ի հետ հարցազրույցի ժամանակ։ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար Միացյալ Նահանգների խաղաղության առաջարկների որոշ կետերի հետ, բայց դա բարդ խնդիր է։ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային դուրս բերել զորքերը Դոնբասից եւ չսկսել ռազմական գործողություններ, սակայն Կիևը նախընտրում է պատերազմել։ Ռուսաստանն ամեն դեպքում ռազմական կամ այլ ճանապարհով կազատագրի Դոնբասը եւ Նովորոսիա։ Ռուսաստանը չի ցանկանում վերադառնալ G8, ինչը նախատեսում է Թրամփի ծրագիրը։ Վաշինգտոնում գտնվող Խաղաղության ինստիտուտը վերանվանել են Թրամփի պատվին, որոշումը ընդունել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, որը երկրի առաջնորդին բնորոշել է որպես ԱՄՆ պատմության ամենահմուտ բանակցողը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Մի սպառնացեք մեզ, թե չեք արթնացնեք Յագուարին, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն սպառնացել է Թրամփին։ Նա հայտարարել է, որ երկրի ցամաքային թիրախների վրա Միացյալ Նահանգների ցանկացած հարձակում կհամարվի պատերազմի հայտարարում։ Հայտարարությունը հնչել է ի պատասխան Թրամփի Հարավային Ամերիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքների։ Մարդկությունը կրկին կանգնած է խաչմերուկին, որոշելով իր հաջորդ ուղին։ Պեկինում Մակրոնի հետ հանդիպմանն ասել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինը, հավելելով, որ Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն եւ վճռականություն ցուցաբերեն, բարձր պահեն բազմաբևեռության դրոշը, ճեղքեն խավարն ու մառախուղը եւ վճռականորեն կանգնեն պատմության ճիշտ կողմում։ Եվրամիության բնակիչների կեսից ավելին կարծում է, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի հետ պատերազմի ռիսկը բարձր է։ Այս մասին է վկայում Cluster 17 ընկերության անցկացրած հարցումը։ Ընկերությունը հարցում է անցկացրել եվրոպական մի շարք երկրներում։ Հարցվածների 51%-ը Եվրամիության եւ Ռուսաստանի միջև պատերազմի ռիսկը բարձր է համարում, մինչդեռ 46%-ն այն համարում է ցածր կամ գոյություն չունեցող։ Բացի այդ, հարցվածների 48%-ը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է Եվրամիության թշնամի, մինչդեռ միայն 10%-ն է նրան համարել բարեկամ, իսկ 40%-ը ոչ մեկը, ոչ մյուսը։ Որքան ավելի անաղմուկ ընթանան ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններն, այնքան ավելի արդյունավետ կլինեն դրանք։ Կրեմլում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք, որ Պուտինի եւ Միացյալ Նահանգների հատուկ բանակնած Ուիթքոֆի հանդիպումը տևել էր մոտ 5 ժամ։ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել էին չբացահայտել բանակցությունների մանրամասները։ Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը նախքան Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերումն անվանել է կարմիր գիծ։ Նա նշել է, որ նման քննարկումներն անհնար են, քանի դեռ Մոսկվան ճանաչում է այդ տարածքների անկախությունը։ Մեզ համար ամենակարևորը մեր սկզբունքային դիրքորոշումն է եւ մեր կարմիր գծերին հավատարիմ մնալը, ասել է նա։ Եվրամիության անդամ Հունգարիան պատրաստվում է դատի տալ Եվրամիությանը ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու պահանջների համար։ Երկրի արտգործնախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ Հունգարիան Եվրամիության ղեկավարության դեմ հայց կներկայացնի, եթե նրանք հասնեն Ռուսաստանից նավթի ու գազի մատակարարումների արգելքին։ Առանց Ռուսաստանից եկող էներգետիկ ռեսուրսների ֆիզիկապես անհնար է մեր երկիրն ապահովել էներգիայով, ասել է նա։ 11 տարի առաջ հարավչինական ծովի երկնքում անհետացած Malaysia Airlines-ի օդանավի որոնողական աշխատանքները կվերսկսվեն։ Կուալա Լումպուրից Պեկին թռչող օդանավն անհետացել է ռադարներից 2014 թվականի մարտի 8-ին։ Օդանավում եղել է 239 մարդ։ Այս տարիների ընթացքում մի քանի անգամ փորձ է արվել գտնել օդանավի բեկորները, սակայն ապարդյուն։
Միացյալ Նահանգներում մերկասառույցի պատճառով բեռնատարը սահել է մայրուղուց, կախվելով գրեթե 30 մետր բարձրության վրա։ Փրկարարներին հաջողվել է վարորդին դուրս բերել տրանսպորտային միջոցից ու տեղափոխել անվտանգ վայր։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում Կանադայում անհայտ անձը վիճակախաղով շահել է 40 միլիոն կանադական դոլար, մոտավորապես 28.6 միլիոն ԱՄՆ դոլար։ Սակայն այդպես էլ չի ներկայացել շահումը ստանալու։ Հոկտեմբերին Օնտարիոյի անհայտ բնակիչը գնել է վիճակախաղի տոմս։ Երբ հոկտեմբերի 28-ին վիճակահանություն է տեղի ունեցել, պարզվել է, որ նա կրահել է բոլոր 7 թվերը եւ իրավունք ունի շահելու գլխավոր մրցանակը։ Այդ ժամանակվանից անցել է 1 ամսից ավելի, բայց ոչ ոք չի ներկայացել շահումը ստանալու։ Հայտնի է, որ հաղթողը տոմսը գնել է Օնտարիոյի հարավային Գրեյ շրջանում։ Նրա մասին այլ տեղեկություններ չկան։ Հաղթողը 1 տարուց էլ պակաս ժամանակ ունի իր փողը պահանջելու համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գարուն Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ժամը 18-ին եթերում կլինի ABC News Room-ը։ Իմ գործընկեր Աննա Սարգսյանը կներկայացնի օրվա գլխավոր թեմաները։